Վերջին շրջանում շատ է խոսում հանդուրժողականության, այսպես կոնսոլիդացիայի, բոլորը իրար կարծես սիրում են, փորձում են հանդուրժել եւ այլն, բայց երեք ականատես եղանք Ծիծեռնակաբերդուն ոստիկանապետի պահվածքին, ինչպես նա վիրավորեց լրագրողին, հայտարարելով, որ ես քո մեջ կին չեմ տեսնում, հակադարձելով հարցին, կուզենայի ձեր գնահատականը։ Լրատվամիջոցը իր գործն է անում եւ անկախ նրանից դա ում է դուր գալիս լրագրողի աշխատանքը, որևէ պաշտոնյա ինձնից սկսած վերջացրած երկրի ամենաբարձր պաշտոնյայով իրավունք չունի լրատվամիջոցին, եթե նա պրոֆեսիոնալ կատարում է իր աշխատանքը, խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը կամ որակումներ տան։ Իհարկե նման որակումները ում կողմից էլ դա արված լինեն, այստեղ էլ մենք ունենք падգամավորներ, որոնց վերաբերմունքը լրատվամիջոցների հանդեպ միշտ հայտնի է եղել, բացարձակապես անընդունելի է։ Պետք է ներողություն խնդրի ոստիկանապետը։ Գիտեք, ես արդեն դա իմ գնահատելու խնդիրը չէ, կարծում ինքը արտահայտության հեղինակ ընդհանրապես չպետք է հեռացվի պետական կառավարման համակարգից։ Ես կրկնում եմ, մեկ բան հստակ է, լրատվամիջոցի աշխատանքը պիտի հարգել եւ որևէ մեկը իրավունք չունի լրագրողին վիրավորել, բայց գիտեք, մեզանում արժեքային այնպիսի ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, պատասխանատվության չափը դա յուրաքանչյուր անձի բարոյական ինքը պիտի որոշի։ Իսկ որպես կին է սեքսիստական այդ վերաբերմունքին ձեր գնահատականը։ Ես ընդհանրապես գենդերային տարաբաժանմանը կատեգորիկ դեմ եմ, պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը երբեք չեմ ընդունել եւ գտնում եմ, որ մարդուն չի կարելի վիրավորել, լրագրողին չի կարելի վիրավորել, անկախ նրանից կին է թե տղամարդ, իսկ թե կին է թե տղամարդ է, այս դեպքում անկեղծ ասած ինձ համար սա էական չէ։ Հատկապես այո կնոջ հանդեպ, բայց ես դա գենդերային տեսանկյունով չէի նայի։ Ես կնայի, որ վիրավորել են իր մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողին։ Ես միշտ դեմ եմ եղել այդ գենդերային այսպես ասած տարաբաժանմանը, դա ինձ համար բացարձակ կատեգորիկ անընդունելի սկզբունք է։